«1999 թվականի հոկտեմբերի 27-ին ազգային ժողովում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից անցել է 10 տարի։ Հայ ժողովրդի ցնցած այդ ոճրագործությունը կորուստ դանդաղանալի է, վերք անբուժելի։ Անցած տարիները չեն մղմել բոլորիս ցավն ու ափսոսանքը։ Որ 10 տարի առաջ մենք ապրեցինք մի ահավոր դաժան Սևոր օր, որը շարունակում է մինչ այժմ և չունի վերջ։ 10 տարի անցել, բայց ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել։ Դրա վկայությունն է նաև այսօրվա արարողությունը։ Ես ծանոթ եմ այդ գործին, չնայած չի բացվել, բայց ուզում եմ ասել երկու խոսք։ Արձանի մեջ կարևոր է այն ենթատեքստը, այն փոխաբերությունը, որը կապում է նրա բովանդակությունը և նպատակը իրողության հետ։ Այդ տեսակետից արձանը ճիշտ է ընտրված, նրբորեն և մտածված, Քոչարը ականատես չի եղել այս դաժան իրողությանը, չի նվիրել այդ արձանը հատուկ զոհվածներին, սակայն նա պարունակում է իր մեջ այնքան ամփոփված վիշտ, խորը ցավ, կորուստ, որ ճիշտ տեղին է օգտագործվել։ Այն ցավը, որը ապրում ենք ոչ միայն մենք հարազատները, այլև դուք բոլորդ և առանց չափազանցության, չէ ասի բոլոր, գրեթե ամբողջ ազգը։ 27-ի ոճրագործությունը մարդկային պատմության մեջ աննախադեպ է և իր դաժանությամբ, և կատարողների ձեռքերով, որոնք հայ ձեռքեր են։ Նա խոցեց ոչ միայն մեր սրտերը և թողեց անջնջելի, չբուժվող վերք։ Նա տատանեց մեր պետականության հիմքերը, նա պառակտեց երկրաշարժի նման ազդեց և պառակտեց մեր հասարակությունը, որի հետևանքները մինչև այժմ էլ գրում ենք։ Շատ հարցեր մնացին չբացահայտված, չավարտված, և թողնելը դրանք ապագա սերունդներին սխալ է։ Դա պետք է մենք անենք, պետք է բացահայտվի մինչև վերջ այդ ոճրագործությունը, այդ անմարդկային կերպարները, որ կազմակերպել են, դա պետք չի զոհվածներին, նրանց այլևս ոչինչ պետք չի, դա պետք չի այնքան և մեզ, որովհետև դա անձնական վրեժի և անախմության հարց չի, դա մեր երկրի հարցն է, մեր ժողովրդի, մեր ապագայի, մեր սերունդների, և դրա չբացահայտումը շատ է մեզ խանգարում։ Իսկ ինչ վերաբերում է հիշատակին, լուսավոր հիշատակը կապրի միշտ, նրանց ուղեկիցը եղել է ժողովրդին, հայոց պետականությանը ծառայելու գաղափարը, դա է իմաստավորել նրանց կյանքը, նաև դա է իմաստավորել նրանց մահը։ Թող լույս մնա նրանց հիշատակ։